Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք անչափ համեղ տորտ, տորտը կոչվում է տորտ համբույր, շատ փխրուն շերտեր, շատ նուրբ թեթև կրեմ, համադրությունը ստացվում է անչափ համեղ, սկսենք պատրաստելը, կկիսվեմ բաղադրատոմսով։ Առաջին հերթին կպատրաստենք մեր փխրուն շերտերը, դրա համար ամանի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում ենք մի պտղունց աղ և սենյակային ջերմաստիճանի կարագ, այս ամենը մի փոքր տրորում ենք։ Այնուհետև այստեղ ենք ավելացնում 6 ձվի միայն դեղնուցը, սպիտակուցը պահում ենք, որպեսզի պատրաստենք բեզեն։ Դեղնուցները նույնպես մի փոքր խառնում ենք և այստեղ կավելացնենք նաև մածունը և սոդան։ Սոդան ավելացնում ենք մածունին կամ թթվասերին, ինձ մոտ թթվասեր է։ Լավ խառնում ենք, որպեսզի փրփրի, լցնում ենք մեր զանգվածի վրա և խառնում ենք։ Մի փոքր խառնելուց հետո զանգվածը տեղափոխում ենք սեղանին և ստանում ենք փափուկ խմոր։ Ահա սիրելի տեվորտներ, այսպիսի փափուկ խմոր ենք ստանում։ Խմորը տեղափոխում ենք սառնարան մոտավորապես 10-ից 15 րոպեով, իսկ այդ ընթացքում պատրաստում ենք բեզեն։ Այժմ հարիչի ամանի մեջ լցնում ենք մեր առանձնացրած սպիտակուցները, մի պտղունց աղ ենք անում և սկսում ենք հարել։ Սկզբում փոքր արագությամբ, այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք արագությունը և հարում ենք մոտավորապես 10 րոպե, որպեսզի ստանանք շատ պինդ բեզե։ Հարելու ընթացքում քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը։ Եվ ահա բեզեն պատրաստ է։ Այժմ ջեռոցի տապակի մեջ ուղղաթուղթ ենք փռում, մի փոքր ալյուր ենք ցանում և շերտը ամբողջությամբ բացում ենք տապակի մեջ։ Եվ ահա այսպես հավասարաչափ տարածելուց հետո լցնում ենք բեզեն և տարածում շերտի վրա։ Այս ընթացքում միացնում ենք ջեռոցը և տաքացնում ենք 180 աստիճան։ Տեղափոխում ենք ջեռոց, որպեսզի այն թխվի մոտավորապես 35-ից 40 րոպե։ Եվ ահա արդեն պատրաստ է, հանում ենք ջեռոցից և թողնում ենք, որպեսզի սառի։ Իսկ այդ ընթացքում պատրաստենք կրեմը։ Հարիչի ամանի մեջ լցնում ենք սենյակային ջերմաստիճանի շատ փափուկ կարագ և հարում ենք այնքան, մինչև զանգվածը փրփրի և շատանա, որից հետո բարակ շիթով ավելացնում ենք խտացրած կաթը։ Այնուհետև ավելացնում ենք կաթնաշոռային պանիրը, 1 թեյ գդալ վանիլին և շատ նուրբ և համեղ կրեմը պատրաստ է։ Ահա և վերջ, մեզ անհրաժեշտ է նաև մանրացրած ընկույզ։ Այժմ շերտը բաժանում ենք 2 հավասար մասերի և հավաքում ենք տորթը։ Մի շերտի վրա քսում ենք կրեմը, ավելացնում ենք ընկույզ, մյուս շերտի վրա նույնպես կրեմ ենք քսում և միացնում ենք իրար։ Անում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։
Վերջում ձևավորում ենք ըստ ճաշակի, ես ընտրել եմ այս տարբերակը և տեղափոխում ենք սառնարան, ամենաքիչը 4 ժամով, ցանկալի է ողջ գիշեր։ Եվ վերջ, սիրելի հետևորդներ, ստացանք շատ համեղ և նուրբ թխվածք, իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի տեսնեք նոր տեսանյութերը առաջինը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։